Ռիփսիմե Ջեբեջյան, Տրիբյունայեմ, պարոն Թաթոյան, ճիշտ ասած, ես դժվարությամբ եմ ձեր ասուլիսում հայտնածից ուշքի գալիս, հատկապես այդ նորը վերադարձել սահմանամերձ մարզերից, որտեղ բնակիչները հպարտությամբ նշում են, որ տևական ժամանակ կրակոցներ չկան, փաստորեն այդ մարդկանց քթի տակ իրենց անվտանգությանը ուղիղ սպառնացող նոր խնդիրներ են առաջացրել այս իշխանությունները։ Ու այս ֆոնի վրա հիշեցի, որ վերջին անգամ, երբ որ դուք նման անվտանգային խնդիրներ եք ներկայացրել, ավելի ճիշտ վերջինը չէ, բայց պատերազմից հետո էր շատ տպավորիչ էլի քարտեզի վրա ներկայացրել եք խնդիրները անվտանգային, Արայիկ Հարությունյանը գրառում էր արել ձեր հետ կապված, որ դուք հասարսուռ հայտարարություններ եք անում, սադրում եք, սյունեցիներին լարվածության մեջ եք պահում ու առաջիկա ընտրություններին սյունեցիները ձեզ կհիշեցնեն այդ մասին ու ասել էր, որ ձեր հետ նախկինում հարաբերություններ որոշակի ունեցել է, ափսոսում է, որ դուք կործանման ճանապարհով եք գնում, հարցից հետևյալն է, դուք ձեզ այդպես կործանված մարդ եք համարում, հերթական անգամ նման խնդիրների մասին բարձրաձայնելով։ Հաջորդ հարցը դուք շարունակում եք պնդել, որ նախկին նախագահները այնուամենայնիվ պիտի չմասնակցեն ընտրություններին, որովհետև ձեր հայտարարությունից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում ասաց, որ ձեզ դրական էր վերաբերում, բայց շատ անսպասելի էր ձեր այդ ասածը, կարծես փոխել է նա իր դրական վերաբերմունքը ձեր նկատմամբ, նաև ՔՊԱ-ականները երեք, օրինակ, ազգային ժողովի նիստում շարունակում էին թիրախավորել ձեզ, ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ դուք Սերժ Սարգսյանի պրոտեժեն եք եւ ձեր երեսը դժվար կկարողանաք մաքրել դրանց ընդհանրապես որն է ձեր արձագանքը սրան եւ այնպիսի հայտարարություններ եք անում, որ եւ ընդդիմությունից եւ իշխանությունից ձեզ թիրախավորում են։ Հաջորդ հարցը այս բարդ տարածաշրջանային իրավիճակում դուք շարունակում եք պնդել, որ խաղաղության պայմանագիրը իրականում նշանակություն չունի, թվիկն է խաղաղության պայմանագիրը, հատկապես սա հաշվի առնելով, թե Իրանի շուրջ ինչ զարգացումներ են եղել, ձեր կարծիքին եք մնում։ Եվս մեկ հարց, Ծառուկյանը առաջարկում է Նոյան տապան կառուցել, քաղաքական Նոյան տապան, դուք այդ տապանի մասին ինչ քաղաքական դիրքորոշում ունեք, ուզում եք հայտնվել այդ տապանում, թե չէ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն կարևոր հարցերի համար։ Նախ, ինչ վերաբերում է այդ անձին, որ զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ես նրան ընդհանրապես առաջարկում եմ գրելուց առաջ լավ մտածի ինչ ա գրում, բայց գրելուց առաջ մի ժամը 12-ից առաջ գրի, 12-ից հետո ոչ մի բան չգրի, կարող է հանգած անակնկալ իրադարձություններ իր համար զարգանան, ինքը չկարողանա տակից դուրս գալ։ Հիմա ինչ վերաբերվում է գիշերը ժամը 12-ից առաջ գրի։ Հիմա ինչ վերաբերում է ազգային ժողովի ամբիոնից չէ, ներողություն, պաշտոնաթող նախագահների հետ կապված ասացիք եւ նաեւ ասացիք հարցը վերաբերում էր ԿՊԱ-ական պատգամավորներին։ Նախ ԿՊԱ-ական պատգամավորները ինչու են այսպես իրենց պահում, սանձարձակ պահվածքով։ Նրանք շատ լավ գիտեն, որ իմ խոսքի ուժը, իմ կամքի ուժը, նրանք դա տեսել են, երբ նրանք դեռ ընդդիմություն էին, ես մարդու իրավունքների պաշտպանն էի։ Նրանք շատ լավ գիտեն, երբ հրապարակների շնորհակալություններ էին հայտնում։ Եվ երբ եկել էին իշխանության նոր էր, իր դեռ խնդիրներ իրենցը չէին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լավագույնն էր պատմության մեջ։ Երբ խնդիրները իրենցը դառան, սկսվեց ամենավատը դառնալ պատմության մեջ։ Իսկ հիմա ինչու են իրանց պահում։ Նախ շատ տարօրինակ է, երևի իրենց իշխանության երևի մեծ մասը իշխանության մաս կազմողների հենց իրենցից առաջ իշխանությունից են, երբ հանրապետության նախագահ էր Սերժ Սարգսյանը, բայց ինչու են իրանց հիմա այսպես պահում, ոչ միայն վախերից ելնելով, ցուցադրում էր իրենց վախերը եւ իրենց վերաբերյալ կարծրատիպերը ավելի են ամրացնում, բայց նաեւ դրանով փորձում են այնպես անել, որ թույլ չտան, որ լսվի, որ իրենց համար մեկ աջակիցը Ադրբեջանն է։ Իրենց համար մեկ աջակիցը Ադրբեջանն է։ Ադրբեջանական պետության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ ԿՊԱ-ականները նրա ռուսերեն ասեմ, պամոշնիկները, աշխատողները նրա։ Եվ նրանք դիրքավորված են այդպես ու ամեն օր երանի են տալիս, մի օր Ադրբեջանը լինի իրենց գովա, մի հատ լավ բան ասի,
այդ որ երևի տեխնացունա հայտարարել են ուրախությունից ցնցված են։ Դրա համար երևի sense բաներ են հիշել, այսինքն սա միանշանակ այդ օրակարգին է ուղղված։ Մյուսը պաշտոնաթող նախագահների հետ կապված։ Այո, ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում ստեղծված է արատավոր շղթա, այսպես կոչված նախկին ներկայի, Նիկոլ Փաշինյանը իրականում ինքը լինելով նախկին ամենա, ինքը պարտադրում է մեզ ապրել այս արատավոր շղթայի մեջ, վանդակ է ստեղծել, եւ մեր ժողովրդին անընդհատ պարտադրում են ընտրել, կամ նախկիններ այսպես կոչված, կամ իբր իրենց անունը դրել են ներկաներ, կամ հիմա էլ անելու են կամ ինչպես իրանք են ասում ռուսի շպիոններ կամ ԿՊԱ-կաններ, որոնք իրականում Ադրբեջանի ներկայացուցիչներն են, այսինքն իրենց նրանք են աջակցում, քաղաքական աջակցությունը նրանցն է։ Տեսեք, երբ պաշտոնաթող ես ասացի նաև, որ երբ պաշտոնաթող նախագահն Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես պատկերավոր ասած սնվում է պաշտոնաթող նախագահների ժամանակահատվածում առաջացած խնդիրներից։ Եվ երբ պաշտոնաթող նախագահները մասնակցում են, ստացվում է, որ նրանք իրենց մասնակցությամբ հնարավորություն են տալիս Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու շանսեր են տալիս եւ իր օրակարգը, որ ինքը առաջ տանի։ Հիմա, բայց այստեղ մի բան էլ կա։ Պաշտոնաթող նախագահների մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկում են ոչ միայն այն մարդիկ, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, իսկ մեր հայրենակիցների մեջ կան այդպիսի մեր հայրենակիցներ, որոնք իրոք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց նաև նրանք են ընտրում, որոնք չեն ուզում վերադարձ հնին։ Այսինքն պաշտոնաթող նախագահներն այդ մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին տալիս են լրացուցիչ լեգիտիմություն կամ այդ մասնակցությունը տալիս է։ Հիմա առաջին դուք հիշատակեցիք հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ես ասեմ դες, որ օրինակ առաջին նախագահն է նաև ասել այդ մասին, երրորդ նախագահն է դեռ հայտարարություն չի արել, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, բայց կարծեք թե ոնց որ տանում են նրան, որ չեն մասնակցում ընտրություններին, որքան հասկանում եմ անձամբ։ Իմ կարծիքով շատ լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ նույնպես հետևի այդ օրինակին։ Եվ մենք կարողանանք ի վերջո դուրս գալ այս արատավոր շղթայից։ Եվ սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք հարգում մեր նախագահներին, մեր պաշտոնաթող նախագահներին, մենք իրավունք չունենք մեր պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցած մեր հանրապետության նախագահներին վերաբերվել ոչ հարգանքով, նրանք մեր հանրապետության նախագահներն են, բայց երբ, գիտեք, այսպես քաղաքական համեմատության համար ասեն, որ երբ օրինակ, եթե խոսքը հանրապետության երկրորդ, մեկ էլ մի բան, այստեղ անձնական էմոցիաների մասին չի, տեսեք, հանրապետության նախագահը ասել է, որ դուք ասացիք, որ ասել է, լսել եմ այդ հարցազրույցը, որ դրական է վերաբերում եւ հիմա այսպես անսպասելի է եւ հիասթափվել է, այսպես ասած։ Ժողովուրդ ջան, մենք այստեղ անձնական ամբիցիաներով չենք ղեկավարվում, էմոցիաներով։ Սա քաղաքական process է։ Եվ ավելին ասեմ ձեզ, մենք այդ ամբիցիաներն ենք արել հետ ու առաջ, որ մենք հայտնվել ենք այս վիճակում։ Այսինքն մենք երի նորից պետք է էմոցիաներ իրար սիրել, չսիրել անենք, որ այս իշխանությունը դրա հաշվին կարողանա, այս իշխանությունը դրա հաշվին է ապրում։ Ինչի չեն կարողանում միավորվել։ Մեկը, հետո տեսեք, այս քաղաքական process-ի մեջ այսինքն նոր է, չէ՞, երբեք չեմ եղել քաղաքական process-ի մեջ։ Նա երբ դեռ չկայի, այպես կարող եմ ասել, միամտաբար մտածում էի, որ անմիջական կլինի շատ հեշտ համախմբում եւ այլն։ Բայց որ մասնակցում ես, հասկանում ես, ինչու՞ չի լինում կամ դժվար է դա, որտեղ եւ դա շատ լավ գիտակցում է այսօրվա կառավարության ղեկավարը։ Բոլորը, որ շատերը ղեկավարվում են իրար սիրել չսիրելով։ Ես սրա հետ երբեք չեմ խոսա, ես նրա հետ սա չեմ անի, բայց այս Ժողովուրդ ջան, խոսքը մեր երկրի վիճակի մասին է։ Մենք պատմական, ամենապատմական փուլն ենք երևի ապրում մեր պատմության։ Մեր ինքնիշխանությունը փրկելու ամենապատմական փուլն ենք ապրում։ Մենք մեր սերունդների առաջ պատասխանատվություն ունենք։ Մեզանից հետո եկող սերունդների առաջ պատասխանատվություն ունենք։ Մեր համար կյանք տված տղերքի սխրանքների համար պատասխանատվություն ունենք, հերոսների, նրանց ծնողների համար։ Եվ գիտեք, քաղաքական առումով նաև համեմատություն անեմ, երբ օրինակ այս դեպքում վեճ է գնում, թե նույն հանրապետության երկրորդ նախագահի ասացի հետ կապված, ինձ հիշեցնում է այդ մի քաղաքական
կոնտեքստում պատմեմ անեկդոտը եւ երկու ճաղատ կռիվ են անում թե սաները ումա հասնելու։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ որ դա նպատակը պետքա հասկանանք ի վերջո հասանելի է այդ նպատակը մեզ, թե չէ, որ կարողանանք մենք մեր ժամանակի սխրանքներն ու հերոսությունները նաեւ առաջ տանենք եւ ոչ թե թողենք այս մարդը մսխի, որ ինչ որ անում է։ Կարծեք թե ավարտեցի։ Հա, Վարուն Ծառուկյանի հետ կապված։ Հա, տրիփի հետ կապված։ Այո, ինձ համար խաղաղության պայմանագիր շարունակում է մնալ տրիփը։ Դա չի քննարկվում։ Ադրբեջանի նախագահը ինքը հայտարարել է իր համար միջազգային իրավունք